Արցախի սահմանադրությամբ նախատեսված է այդպիսի հնարավորություն մայիսի 21-ից հետո։ Եվ այդ ձեր նշած անձը կարող է դիմել ազգային ժողով եւ համապատասխան ձևով գրանցվել եւ որպես հնարավոր տեխնացու ներկայանալ։ Ինչ վերաբերում է առաջնորդությանը, առաջնորդությունը չի լինում միայն փողոցային։ Եթե այդպես լինի, ցանկացած հաղորդավար կլինի առաջնորդ։ Ծանր ժամանակահատվածում ես վերցրել եմ ինձ վրա այդ պատասխանատվությունը եւ այսօր այս ժողովուրդ այստեղ գտնվելը դրա վկայությունն է։ Երկրորդ մարդ, ով բանակցել է Արցախից ժողովրդի դուրս բերելու համար գոյություն չունի։ Ստիպված ենք եղել ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ իրականացնել, բացել Հակարի կամուրջը, որը 10 ամիս փակ է եղել։ Դուք շատ լավ տեղյակ եք դրա մասին։ Ու մեր նպատակը եղել է փրկել մեր զինծառայողներին, մեր ժողովրդին եւ թույլ տալ խաղաղ ճանապարհով դուրս գալ այս իրավիճակից։ Ես պատրաստ եմ ցանկավարական տարբերակով որևիցե չփորձեմ հասկանալ կամ օգնել մեր իրավասության սահմաններում, այսօրվա մեր իրավիճակում։ Խնդրեմ։ Բոլոր հնարավորություններ ունեցել ձեր հետ հանդիպել եւ իմաստը այդ ավակից։ Ուրեմն ասեմ, քանի որ այն հարցերը, որը մենք բարձրացրել ենք ու բարձրացնելու ենք, չնայած որոշ պատասխաններ եղել է, բայց բավարար չի, այդ հարցերը հուզում է գրեթե բոլոր արցախցիներին։ Հնարավոր չի 5-5 կանգ ձեր հետ խոսենք եւ լինելով այն պաշտոնին, որ դուք եք, դա ձեր ուղղակի ուղիղ պարտականությունն է բարբերաբար ժողովրդի հետ ժողովուրդ հանդես գալ եւ ժողովրդին հուզող հարցերի պատասխանը տալ ու պատասխանը տալ հրապարակային, որ այդ էսենց մի խնդիր կա։ Ձեզնից են ուզում աբիճապես լսել, որ 5 հոգի մտնեն ձեր հետ խոսան, դուրս գան ասեն Շախրամանյանը սենց է ասել, դա այն չի, մարդիկ եթերներով հանդես գալի։ Ու ստե ոչ մի բան չկա, եթե խաղաղ ոնց տեսնում եք, եթե վախտին դուրս գայիք ավելի հանգիստ կներ ամեն ինչ։ Ինչ վերաբերվում է պայքարին, ասում եք պայքարը մենք, բայց պայքարը չի նշանակում, որ պետք է փողոցով գամ ձեր հետ քայլեմ։ Մենք չենք ասում փողոցով եկեք քայլեք։ Մեզ խնդիր ունենք, ձեզ բոլորիդ հայտնի, որ կապված այդ սոցիալական վճարումների դադարեցման մասով արցախցիների մի զգալի հատված ծանր սոցիալական պայմաններում է հայտնվում, վիճակում։ Հիմա հարց, ձեր կոնկրետ անելիքը դրա համար, որպեսզի ժողովրդին այդ վիճակից դուրս հանեք։ Խնդրում ենք ողջամիտ ու տրամաբանական պատասխան։ Դեռ այսքանը։ Ուրեմն ինչ վերաբերում է ծանր սոցիալական իրավիճակին։ Տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունը իր վրա վերցրել է Հայաստանի կառավարությունը։ Մենք որևիցե հնարավորություն ազդելու այդ որոշումների վրա մշակելու, հաստատելու չունենք։ Մեր բոլոր հնարավորությունները մենք օգտագործել ենք հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ծայրահեղ ծանր։ Եվ դադարեցնելով այս 50,000-ականները նաև հայտնվելով են փողոցներում։ Այդ նպատակով նաև մենք համագործակցում ենք վերջի հանրահավաքի ընթացքում լիազորություն ստացած Արցախի իրավունքները պաշտպանելու այդ ստեղծված խմբի հետ։ Մենք բազմիցս հանդիպումներ ենք ունեցել եւ կոորդինացնում ենք մեր աշխատանքները։ Սպասել մեզանից, որ մենք կկարողանանք ինչ-որ ձև ազդել Հայաստանի կառավարությունը ձևավորել որոշումներից, բացի հանրային ճնշումներից, ես չեմ տեսնում։ Ես էլ եմ կիսում ձեր մտահոգությունը, որ մենք, այո, ունենք այդ խնդիրը սոցիալական հարցերը մեր ժողովրդին լուծելու, բայց հնարավորությունը չունենք։ Դա ես մեր ժողովրդի առաջ եմ ասում։ Եվ մի հարց է, ինչ վերաբերվում է